Ալների նկատմամբ ուշադրությունից քիչ առաջ Factor TV նկատել է Տիկին Սարգսյան, որ դուք գրում եք նույնպես Հայաստանի Հանրապետության քարտեզի ֆորմայով կրծքանշանը եւ նշել էր անկուսակցական նախարարը նույնպես գրում է, տպավորություն ստեղծելով, թե Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության թեման դա կուսակցական թեմա է, մինչդեռ դա վերկուսակցական օրակարգ է, որը մեծ աջակցություն ունի մեր քաղաքացիների շրջանում, հատկապես մարզեր այցելելիս երևի խաղաղությունից այդ ամենամեծ պահանջարկը կրծքանշան նվեր ստանալն է, ամեն դեպքում շատ են մեզ այդ հարցով դիմում, բայց հիմա վերադառնամ բուն ասելիքիս, նախորդ շաբաթ ես հնարավորություն ունեցա ձեր համաժողովին մասնակցելու եւ Տիկին Սարգսյան հորդորում եմ ձեզ այն ֆանտաստիկ ֆայլերը, որով դուք վիզուալ ներկայացնում եք նախարարության կատարած աշխատանքը, դրանք նաեւ հանրության լայն շրջաններին հասանելի դարձնենք, որովհետեւ ձեր գերատեսչության ցանկացած փոփոխություն վերաբերել է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն, սկսած նորածնից, վերջացած ամենատարեցներով եւ փայլուն աշխատանք էր կատարված, շնորհավորում եմ ձեզ դրա կապակցությամբ։ Իհարկե, մեր հասարակությանը հետաքրքրում է վիզաների ազատականացման օրակարգը եւ դուք նշեցիք, որ գործողությունների ծրագիր եք ստացել։ Ես ուզում եմ հասկանալ որպես օրենսդիր, ինչպես կարող եմ նպաստել նրան, որպեսզի օր առաջ մենք ունենանք ազատականացված վիզաներ, որովհետև վարչապետը երեք նշում էր Լառնակա Էժան Տոմսի առկայության մասին, դրան զուգահեռ կա մեկ այլ քննադատություն, այսինքն այդ փոփոխությանը զուգահեռ կա քննադատություն, առայն որ վիզաներ բարդ է ստանալ, չնայած որ մենք դեսպանատների հետ աշխատում ենք, առաջարկում ենք կիրառել մեխանիզմեր, որպեսզի հնարավորինս քիչ խարդախություններ լինեն, օրինակ տուրիստական կազմակերպությունը եւ այլոց կողմից, բայց շարունակվում է բողոքը, որովհետեւ այս էժան տոմսերը իհարկե մեծ պահանջարկ են վայելում հասարակության բոլոր շերտերի մոտ։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան, նախ առաջին դիտարկման մասով ես կարծում եմ եւ համոզմունք ունեմ, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման տրամաբանությունը կուսակցություն չի ճանաչում։ Եվ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձ պարտավոր է ընդունելու, հարգելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ գործադրելու յուրաքանչյուր ջանք, որը որ կնպաստի ել ավելի զարգացնելու, ել ավելի շենացնելու Հայաստանի Հանրապետությունը, սա առաջին ընդգծումը։ Երկրորդը շնորհակալություն նախ համաժողովին մասնակցության համար եւ ձեր ուրույն դերակատարումը բերելու համար։ Անպայման սահիկաշարը կհանրայնացնենք եւ նաեւ ավելի լայն շրջանակով քննարկման առարկա դարձնելու հնարավորություն կտանք։ Ինչ վերաբերում է վիզաների ազատականացմանը, ես ասեմ, որ այս պահին հատկապես, երբ որ մայիսին ստանանք առաջընթացի զեկույցը, հիմնական օրենսդրական բլոկին է վերաբերում։ Դուք գիտեք, որ առաջիկայում նաև ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելու խտրականության դեմ պայքարի ընդհանուր այն օրենսդրական փաթեթը, որը որ ունենք այս պահի դրությամբ մշակված Արդարադատության նախարարության գործընկերների կողմից։ Մենք ներկայացնելու ենք նաև միգրացիոն ոլորտում կարևորագույն օրենսդրական փոփոխություններ, առիթ կունենանք քաղաքացիության ինստիտուտի հետ կապված խոշոր օրենսդրական փաթեթ քննարկելու եւ ես վստահ եմ, որ օրենսդիրը բավական մեծ ներդրում պիտի ունենա այս ամբողջ process-ում եւ շնորհակալություն մինչ այս պահ ունեցած համագործակցության համար, վստահ եմ, որ առաջիկա քննարկումներն արդեն թույլ կտան մեզ միասին նաեւ ժամանակացույց ունենալ քայլերի, որպեսզի օր առաջ կարողանանք process-ն ունենալ։ Գառնիկ Դանելյան։ Արձագանք ունի։ Տիկին նախարար, իսկ երբ ֆիզիկապես կկարողանանք ունենալ բիոմետրիկ անձնագրերը, ինչպիսի հաշվարկ կա այս առումով։ Տիկին Ղազարյան, ասեմ, որ մենք ջանք չենք խնայում, որպեսզի օր առաջ process-ը կարողանանք հանրայնացնել եւ ունենալ այդ փաստաթղթերը։ Նախատեսել ենք մեզ համար վերջնաժամկետ 26 թվականի աշունը, չեմ ուզում այս պայծրությամբ ամիս օր հաշվարկել, որովհետեւ նաեւ վարչապետի հետ որոշակի անելիքներ ունենք այս մասով քննարկումներ, վերջնականացումներ։ Ես ուզում եմ ուղղակի հավաստիացնել, որ վարչապետի գլխավորությամբ process-ը ամենօրյա ուշադրության կենտրոնում է, ամենադետալային հարցերը քննարկվում են, որպեսզի մենք ունենանք այն որակի կենսաչափական համակարգ, որը հարիր է Հայաստանի Հանրապետությանը։ Գառնիկ Դանելյան, համեցեք։ Տիկին նախարար, դուք քիչ առաջ նշեցիք 19,000-ից ավել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ստանալու փաստը։ Ես ուզում եմ հարցս հետևյալ կերպ ձևակերպել, ինչքան մեր հայրենակիցներ կանք, որոնք որ դիմել են քաղաքացիություն ստանալու եւ մինչեւ այս պահը չեն ստացել քաղաքացիություն եւ
այդ գործընթացի վերջո ձեր պատկերացմամբ այն մեր քաղաքացիների, նաև ես եմ շատ դիմումներ ստանում, որ ամիսներ շարունակ սպասում են իրենց ստանալու օրվան։ Դուք ունեք տվյալներ, թե ինչքան մեր հայրենակիցները սպասում են դրան եւ արդյոք մինչեւ ինչ ժամանակահատվածի մասին է խոսք, այսինքն մինչեւ ընտրական process-ների մեկնարկը այդ մարդիկ հնարավորություն կունենան ստանալու անձնագրեր եւ մասնակցել համապետական ընտրություններին։ Այդ առաջին հարցը է։ Երկրորդ հարցս վերաբերվում է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած հայտնի իրադարձությանը։ Ես ուզում եմ ձեզնից տեղեկանալ, արդյոք այդ հրամանը դուք եք տվել, թե ոստիկանության պետն է տվել։ Խնդիրը հետևյալն է, էլի։ Դավիթ Մինասյանը դպրոցական է, անչափահաս է եւ լավ չափահաս է, դպրոցական է։ Հարցս լսեք, մի խանգարեք։ Մի խանգարեք։ Ուրեմն հարցս հետևյալն է։ Նման կերպ ուրեմն բերման ենթարկելու կամ ձերբակալելու պատեհությունը ո՞րն է, այսինքն այդ ասֆալտին ծեփելու շրջանակների մեջ է տեղավորվում եւ ոչ միայն այդ երիտասարդի հետ կապված, այլ շատ դեպքերում մենք ականատեսնենք լինում նման կերպ ուրեմն մարդկանց բերման ենթարկելու, որի իմ կարծիքով եւ իմ համոզմամբ պատեհությունը չկա։ Վերջ։ Շնորհակալություն հարցադրումների համար, պարոն Դանելյան, ես ասեմ, որ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների մասով ես իզուր չնշեցի, որ մենք ունենք դիմելույթյան աճ, թեև շատ հայրենակիցներ բողոքում են, որ process-ը թվայնացվել է, բայց դա կենսական անհրաժեշտություն է, բայց թվայնացումն է հենց նաև հնարավորություն տվել, որ մենք 3.5 ամսվա ընթացքում այս տարվա կտրվածքով դիմումների թիվը ունենանք շուրջ 7000։ Այլ հավասար պայմաններում անցած տարվա առաջին կիսամյակում մենք ընդամենը շուրջ 4000 դիմում ունեինք ամբողջ կիսամյակի հաշվարկով։ Հիմա ընդամենը 3.5 ամսվա հաշվարկների շրջանակներում 7000 դիմում ունենք ստացած, 36676 անձի ընդհանուր առմամբ քաղաքացիություն շնորհվել է, ունենք այս պայծրության process-ի մեջ գտնվող 4000 շուրջ 4-5000 վարույթներ, որոնք ընդհանցքավորված են եւ առաջիկայում մի մեծ խմբականակ նաեւ կուղարկենք նախագահի աշխատակազմ։ Մի կողմից ես շատ ուրախ եմ, որ մեր հայրենակիցներն ի վերջո որոշել են շարունակելու իրենց կենսագործունեությունը Հայաստանի Հանրապետությունում եւ պետության հետ ավելի ամուր կապ ձևավորելու որպես քաղաքացի։ Մյուս կողմից սա նաեւ մարտահրավեր է մեզ համար, որովհետեւ հարթակի գործարկումը, նաեւ գրավչությունը Հայաստանի Հանրապետության ավելի մեծ հոսքեր է ապահովել այս առումով, բայց մենք միայն տարվա վերջին ենք անցած տարվա կտրվածքով ունեցել մեր խոստման մի փոքր ժամանակային շեղումներ, որովհետև նախկինում նշել էի, որ 1.5-2 ամսվա կտրվածքով հանգուցալուծում ենք, հիմա մի փոքր երկար է տևում, բայց արդեն փորձագիտական նոր անձնակազմ ունենք նաև ներգրաված, որպեսզի այս գործերը եւս արագ ուղարկենք նախագահի աշխատակազմին։ Այնպես որ անհոգ եղեք, ես որևէ process չեմ կապում ընտրական գործընթացների հետ, որևէ ձևով հարցին չեմ անդրադառնում որպես ընտրություն հասցնելու չհասցնելու թեմա։ Մենք ունենք հանձնառություն այն հայրենակիցների մասով, ովքեր որ ուզում են ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ ըստ այդմ process-ը կազմակերպել, մինչ այս պահը ունեցել ենք 0 մերժման դեպք։ Իսկ ինչ վերաբերում է երկրորդ հատվածին, իրականում ազգային ժողովն է ընդունել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը եւ ազգային ժողովն է հաստատել, որ թե անչափահասները, թե չափահասները որոշակի հանցագործությունների համար կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության եւ ոչ մի տարօրինակ բան չկա, եթե ինչ որ դեպքով խոսենք անչափահասին պատասխանատվության ենթարկելու մասին կամ չափահասին պատասխանատվության ենթարկելու մասին եւ հարգելի գործընկերներ, բերման ենթարկելու process-ն էլ ոստիկանության դասական գործառույթների մեջ մտնող մեթոդ է, եղանակ է, ես չեմ պատկերացնում մի երկիր, որտեղ որ ասենք, որ ոստիկանությունը բերման չի ենթարկի որևէ քաղաքացու, այլ է հարցը process-ը պրոֆեսիոնալ չէ, որոշակի շտկումների կարիք կա, թե չկա, բայց կա գործառույթներ, որոնք որ ոստիկանությունը անկախ որևէ ցուցումից պարտավոր է իրականացնել, եւ սա հենց այդ դեպքն է, երբ որ կա հանցագործության առերևույթ դրվագ եւ անձը անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա բերման է ենթարկվել, ձերբակալվել է եւ ներկայացվել քննչական մարմին։ Համեցեք արձագանք։ Տիկին Սարգսյան, հարցս հենց այդ բովանդակության մեջ է։ Ես Քավլիցի որևէ իրավապահ համակարգի աշխատանքի մեջ մտնելու ցանկությունը չունեմ, բայց խնդիրը այլ է։
որոշ ոստիկանների, ոչ ամբողջությամբ վերցրած, որոշ ոստիկանների կամ ԱԱԾ աշխատողների ձևը բավականին խնդրահարույց է, այսինքն եթե գործ կա, հարց կա, այդ ամեն ինչը ավելի ցիվիլ ձևով կազմակերպելու, կրկնում եմ, ավելի պատեհ կլինի եւ ավելի ճիշտ կլինի, բայց եթե օրինակ այս դեպքից էլ վերացարկվենք, եթե օրինակ մարդուն կանչում են դատախազություն կամ քննչական կոմիտե, մարդը խուսափում է կամ որևէ այլ ոչ իրավաչափ գործողություններ է դիմում, հասկանալի է, բայց եթե մարդը չի ստացել օրինակ ծանուցում եւ այլ նմանատիպ դեպքերում դուք կոնկրետ մշակած, ավարտում եմ խոսքս, կներեք, դուք կոնկրետ մշակված ինչ-որ համակարգեր ունեք, որ կապահովի հենց նշածս երևույթների չլինելը։ Պարոն Դանելյան, շնորհակալություն, որ վերացարկվում եք այդ օրինակից, որովհետև այդ օրինակում իրականում ոչ մի ծանուցման խնդիր չկար, ոստիկանությունը իր գործառույթն իրականացրել է process-ը հավուր պատշաճի, բայց գլոբալ եթե անդրադառնամ ուժային միջոցների գործադրման ստանդարտին, մենք ներդրել ենք այդպիսի ստանդարտ, որը վերաբերում է նաև բերման ենթարկելուն, դատավարական տերմինոլոգիայով ասված ձերբակալման ինստիտուտին, կան հստակ ստանդարտ օպերացիոն պրոտոկոլներ, որոնք որ հաստատվել են համապատասխան հրամանով եւ դրա շրջանակներում մենք կրթական process-ն են կազմակերպում մեր ծառայողների, բայց ուզում եմ նաև շփոթել չլինի, որովհետև իրավիճակը պիտի ոստիկանը տեղում գնահատի։ Դիմադրություն կա թե չկա, ագրեսիվ վարքագիծ կա թե չկա, տարածքում կարող է process-ը անվնաս իրականացնել թե ոչ, կարող է ինչ-որ մեկը խանգարել process-ին թե ոչ, բավական շատ են շերտերը, այնպես որ ուզում եմ վստահ լինեք, որ այն ստանդարտ process-ները, որոնք որ գծագրել ենք ոստիկանության համակարգի տեսանկյունից կան, միևնույն ժամանակ աշխատողը ինքը պիտի գնահատի իրավիճակը եւ ըստ գնահատականների գնա առաջ, որովհետև այլ հավասար պայմաններում ուղղակի մենք քառակուսի ինչ-որ process են գծելու ոստիկանության համար, որը տվյալ իրավիճակում կարող է ուղղակի չաշխատել։ Բայց անհոգ եղեք, վերապատրաստումները շարունակելու ենք նաև այս տարվա կտրվածքով, որպեսզի ավելի պրոֆեսիոնալ իրականացնենք բոլոր գործառույթները։ Շնորհակալություն, ես իմ արտահերթ հարց տալու իրավունքից օգտվեմ եւ մի խնդրանքով դիմեմ պարոն Գառնիկ Դանելյանին։ Պարոն Դանելյան, ես ձեզ խնդրում եմ, որպեսզի ձեր մեզ նախ եթե հնարավորություն կլինի ներկայացրեք ելույթի տեսքով արդյոք հարցով դիմել եք ձեր քաղաքական առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին եւ նրան հարցրել եք արդյոք Պողոս Պողոսյանի պրիվետ ռոբ արտահայտությունից հետո երբ նրա տիկնապահները այդ մարդուն բերման են ենթարկել զուգարան եւ ծեծելով սպանել նրան, դա իրավաչափ չէ, արդյոք դա ինչպես է առնչվում երկրի ղեկավարի դիրքին նրա տիկնազորի գործունեությանը եւ գործողություններին եւ նաեւ ուզում եմ հարցով դիմել եւ հարցնել արդյոք դուք ձեր քաղաքական առաջնորդին հարցրել եք արդյոք մարտի 1-ին երբ Չերեմուխա 7-ով ուղիղ կրակոցով ցուցարարներ էին սպանում փողոցում եւ նաեւ հրազենով կրակում էին բալկոնից նայող մարդկանց արդյոք այդ հրամանը նա ուղիղ էր տվել որպես երկրի ղեկավար եւ գերագույն գլխավոր հրամանատար թե այդ հրամանը տվել էր ներքին գործերի նախարարը կամ ոստիկանության որ սպաներ արդյոք այդ հրամանը տվել քանի որ դուք շատ հետաքրքրասեր եւ ուղղամիտ եւ ուղիղ խոսող մարդ եք իմ աչքում թվասել կխնդրեմ հիմա չեք կարող ցավոք պատասխանել հիմա իմ հերթն է խոսելու պատասխանեք այս հարցերին որովհետև ինձ շատ հետաքրքիր է որ դուք այդքան նրբանկատ եւ հոգատար եք քաղաքացիների նկատմամբ նաեւ ձեր քաղաքական առաջնորդի քաղաքական ղեկավարման ընթացքում սպանված քաղաքացիների նկատմամբ եք այդքան հոգատար թե ոչ եւ ընդհանրապես ուզում եմ մեր սիրելի հայրենակիցների եւ պարոն Գառնիկ Դանելյանի